մասով է, բայց այստեղ պարզապես վերցնել արձանագրում է, արգելել 4-րդ իշխանություն օրաթերթի տպագրությունը, ես այստեղ հավելեմ, որ 4-րդ իշխանությունը ինքը կողմ չի դատական վեճի գինդի հետ, այլ կողմը Օգոստոս գործակալությունը, որի հետ իրենց ունեն հայցվորը ունի վեճ։ 4-րդ իշխանությունը իրավաբանական անձ չէ։ Եվ տարօրինակը, որ նաև արգելել 4-րդ իշխանություն օրաթերթի տպագրությունը ինչպես կողմնակի անձանց ՄՍՊԸ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից որևէ այլ տպարանում։ Սա այսինքն նրանց մեծ ցանկությունը արգելելու 4-րդ իշխանություն թերթը, ու եթե մինչև այս մենք դա ընկալում էինք որպես պարզապես ֆինանսական կամ չգիտեմ տնտեսական մակարդակի վեճ, հիմա ես եւ խիստ կասկածում էինք, որ սա իսկապես կարող է պատվել լինի, այս ցանկությունը, որ տեղավորվում են այս երկու տողի մեջ, այս անթաքույց ցանկությունը լրիվ մատնում է, որ շատ լավ էլ հնարավոր է, որ քաղաքական պատվեր է։ Ես մենակ մի բան չեմ հասկանում, այս ոնց են դա այսինքն բոլոր այլ տպարաններին ոնց են արգելելու, կամ իսկ միգուցե այլ երկրներում, հա, իսկ միգուցե բան, հա երևի, ասենք, արգելել կարդալ 4-րդ իշխանությունը բոլոր այլ քաղաքացիներին։ Այսինքն այս զառանցանքը իրավունք չունի որևէ պետական համակարգից հնչելու, ինչքան էլ դա ավտորիտար կամ դեգեներատ կամ չգիտեմ ինչ լինի։ Նրանք փչացնում են իրանց իշխանությունը, որը երրորդ է։ Եվ ինչ է մտադիր անել 4-րդ իշխանությունը։ 4-րդ իշխանությունը մտադիր է տպագրվել եւ կտպագրվի։ Գոնե եթե պատվեր են կատարում, դրանք պետք է ունենան այնքան լուրջ հիմնավորումներ, որ ծիծաղ չառաջացնեն։